լսողներից մեկը մի երկու օր առաջ ինձ խորհուրդ տվեց, որ ես իմ վիդեոները սկսեմ ողջունի մի երկու խոսքով։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք Ուկրաինայի կատարած այս օպերացիայի մասին, որով ինքը կարողացավ ըստ տվյալների ոչնչացնել Ռուսաստանի ստրատեգիական ռմբակոծիչների 1/3-ը 41 օդանավ, կոնե այդպես են ասում, պլյուս մինուս։ Որպեսզի հասկանանք սա օպերացիան ինչու արեց, ինչպես արեց, մի բան հիշեցնեմ։ Հիշում եք, մի տարի առաջ էր, երբ Ուկրաինան չունենալով բավական հրթիռներ եւ ուրիշ միջոցներ, ուրեմն Կերչի կամուրջը խփելու համար, ուրեմն ինչ արեց, կազմակերպեց, որ ինչ որ կոմերցիոն բեռ, իբրև թե պիտի գնա Ռուսաստանից դեպի Ղրիմ, Կերչի կամուրջով պիտի անցնի, եւ ուրեմն բեռնատար մեքենան, որ եկավ հասավ կամուրջի վրա, նա պայթեց եւ կամուրջի ինչ որ մի հատված քանդվեց։ Այսպիսով պաստորեն իրենք կարողացան այդ մասը գոնե կանգնեցնել, կամուրջի ինչ որ մի մասը։ Հիշենք, որ դրանից առաջ որոշ ամերիկյան հրթիռներով խփում էին, հրթիռները ուղղակի ծակում էին այդ բետոնե կամուրջի ամբողջ մեջը, ու առաջանում էր, ասենք թե մի կես մետր կամ մի մետր տրամաչափի տրամագծի ինչ որ մի ծակ, որը շեշտությամբ էր փակել կամ շրջանցել եւ այլն։ Իսկ պետք է ամբողջ մասը գնի։ Հրթիռները շատ ավելի ոնց է ասում ուժ ունեին ծակելու բետոնի ինչ-որ մի կամուրջ, քան թե պետք էր, այսինքն դեռ սարքած են երևի բունկերներ եւ ինչեր ոչնչացնելու համար, ոչ թե ինչ-որ մի համեմատաբար բարակ կամուրջի ինչ-որ մի հատված, Anyway, հիմա վերադառնանք ուրեմն մեր խնդրին։ Նույն բանը անելու համար, երբ որ չունես ուրիշ ձևով շատ հեռու հասցնես քո պայթուցիկ ուժը, այս վերջին հաշվով հրթիռը կամ որևէ ռումբ դա է նշանակում։ Ռումբը օդանավով է ստանում, թե դնում ես հրթիռի վրա ես ուղարկում, կապ չունի։ Ու ուկրաինացիները արեցին նման մի բան։ Ուրեմն բեռնատար վագոններով կամ մեքենաներով հատուկ սարքած կոնտեյներները մեջ պահված դրոններ ուղարկեցին տարբեր ստրատեգիական ավիացիայի օդանավականների մոտ մի տեղ, ասենք ինչ որտեղ, որտեղից նա արդեն կարող է թռնել եւ հասնել օդանավական։ Եվ այնտեղից ուրեմն այս բոլորը կառավարվում է օտոմատիկ ձևով, artificial intelligence արհեստական բանականությունը սովորացրել են իրենց արդեն, թե ինչ պիտի փնտրի այդ դրոնը, ոչ միայն դա, այլև օդանավը ինչ տեսակ օդանավ պիտի ինքը հարձակվի դրա վրա եւ օդանավի որ մասին պիտի խփի, որ մաքսիմում վնաս տա։ Վարելարույթի ասենք թե բենզի բանկ, ասենց ասած բանկին խփես կամ ինչ որ տենց միտեղ։ Այս բոլորը սովորացրել են այս դրոններին եւ երբ որ այդ բեռը հասավ այդ իրենց նշանակած ինչ որ մի բիզնես կամ ինչ որ մի պահեստ, ուրեմն այդ կոնտեյներների տանիքը բացվում է եւ այս դրոնները թռնում են ինքնուրույն արդեն ղեկավարվելով, գտնում են օդանավականը, գտնում են օդանավներին, որոշում են որ օդանավին պետք է խփել եւ որտեղին։ Սկսում են ջարդում կոտորած կազմակերպել սրանց վրա։ Խնդիրը մի կողմից դու փայլուն գաղափար է, բայց մյուս կողմից այնպեսի մի բան է, որ երբ որ մեկին բերես, ինչ որ մի գեներալիստ այդ բան ասես, դե ասի որ երբ ես ցնդել ես ինչ ես արում, ես ոնց ես այսպես բան կազմակերպելու, որ հասնի այնտեղ, ինչ գիտես կհասնի, ինչ գիտես չեն ստուգի, չեն գտնի եւ այլ եւ այլ եւ այլ։ Բայց այն բանը, որ այս մարդիկ այս բան անում են, դա արդեն ցույց է տալիս իրենց բան ասեմ, ես աշխատել եմ այսպես մարդկանց հետ, երբ որ ղեկավարի բացատրում ես ինչ ես ուզում անես եւ իր աչքերը սենց սառում են, լսում եմ, սենց ապակի նման, ասում եմ գլխիս վրայով անցավ, շատ վատ բան է։ Ես ուղղակի հիացած եմ, որ այս ուկրաինական ղեկավարությունը սենց բան նույնիսկ լսել ամիջև վերջ չեմ ասում, որ
հավանություն ա տվել եւ տարի ու կես կազմակերպել են այսպիսի բան, շարակումա ծախս են դրել, գնումներ են կատարել, փորձեր են արել եւ այլն, պետք է մտածել դրա մասին, ես բանի տեսակետից եմ նայում սա, հա, օպերացիաներ կազմակերպելու տեսակետից ինչքան դժվար բան է սա, խայտարակ դժվար բան է, բայց ինչի պետք էր անել, որովհետեւ ուրիշ ձև չկար այս օդանավները ոչնչացնելու։ Մա ինչի էր կարևոր օդանավ ոչնչացնել, չգիտեմ, Սիբիրում կամ այդ օդանավակայաններից մեկը Չինաստանի սահմանի վրա Պրիմորսկի կրայ, այնտեղ Վլադիվոստոկի մոտ ինչ որ տեղ փորձեցին այդ վերջինը չստացվեց 5 օդանավական էին նպատակ ունեին խփելու 4-ը կարողացան խփել, հա։ Այս օդանավները, ուրեմն քանի որ սրանք բոլորը կառուցված են, սարքած են սովետական միության ժամանակ։ Դրանից հետո Ռուսաստանը չունի օդանավ կառուցելու, սարքելու ինդուստրիա, այդ բոլոր փորձերը արեցին նույնիսկ քաղաքացիական օդանավ սարքելու ու չի ստացվում մեդիաց մոտ, ինչու՞ է սարա։ Չինացիները վազնանցան, ասացին ձեզ հետ չենք գործակցում, մենք մերը կսարքենք, շնորհակալություն, դուք դեռ գնացեք արեք։ Ես ինչ իմանամ, այդ իրանց սմարթֆոն կամ պլանշետ սարքելու բանն է, մի բան մի հատ սարքում են, ասում են որ դեից է մասերը բոլոր դրսից է, բա դուք ինչ եք արել, ասում է կորպուսը, մա այդ է։ Մի խոսքով չկա ձև, հետևաբար փոխարինել չի լինում, երբ որ խփում ես ինչ-որ մի քանակ, դրանից հետո չի լինում։ Հիմա մոռացի, որ իրանց օդանավների էս խոսքս եթե սովետ են խոսում, արդեն մի 3-4 հիմա շուտով ինչու շուտով, այդ երբ որ կառուցվել են օդանավների մեծ մասը հենց երևի 80-ականների մեջ է կառուցվել, 90-ականներին արդեն չէին սարքում։ 80-ականներին, միգուցե կարող մինչև 70-ականների ժամանակ է կառուցվել եւ շատ հին են։ Այդ տեխնոլոգիան նոր բան չի եւ չես կարող վերարտադրել, մի խոսքով խփածը այնտեղ, հա, մի երկու բան կարող ես եթե կորպուսի վրա ծակ են աղել, կարաս կարկատես, բայց էլեկտրոնիկան երբեք չես կարա փոխել եւ ընդհանրապես մոտորները եւ այլն։ Մի խոսքով կարճ ասած, սա շատ մեծ հարված էր իրենց կարողությունների վրա, բայց ինչու էր սա անպայման պետք անել։ Որտեւ ռուսները իմանալով որ սրանց փոխարինել չի կարելի այս օդանավներին, որպեսզի չվտանգեն օդանավները ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցներին կողմից չխփվեն, նրանցով չէին էլ թռնում Ուկրաինայի վրա։ Ռուսաստանի խորքից էին կրակում իրենց այդ մեծ հրթիռները։ Ինչու միայն այս օդանավերը, որտեղ ինչու պետք ունես ստրատեգիական ռմբակոծիչ, որտեղ այն հեռավորությունից որովհետեւ խփես, այդ մեծ հրթիռներ պետք լինեն, դրանցից մեկը օրինակի համար իրենք ինչ են ասում դրան, կինժալ են ասում, հա, դաշուն, ուրեմն դա այն չարաբաստիկ մեծ տված Իսկենդերն է, որը օդային բազիրվնի է, փոխանակ դրեն ինչ-որ բանի վրայից կրակեն, կապում են օդանավի տակից, օդանավը արդեն բարձրացնում է հիմնական իր ծանրության գործը անում է հրթիռի այդ նախնական վառելանյութը, որ դու ծախսի օդ բարձրանալու հետ էլ պետք չի իր համար, 10 կիլոմետր բարձրությունից կրակում ես, շատ հեռու է գնում եւ շատ ավելի հեշտ է այդ իմաստով։ So այդ կա, հետո այդ դրանց ասած X սերիաները, X-ը դեռ ռուսական խտարը, խաչ գիտեմ ինչ կա, այս 60-ը ինչ այդ սերիաներն են, մտ կարևոր չի չեմ ուզում մտնեմ այդ բաների մեջ, բայց գաղափարը նա որ իրանք կրակում են սրանք կարծենք 300-400 կիլոմետր Ռուսաստանի խորքից, դա թռնում է Ուկրաինայում, ճշգրտություն չկա իհարկե, ռուսական հրթիռները երբեք էլ ինչ-որ հայտնի չեն եղել իրենց ճշգրտությամբ եւ մեծ վնաս են տալիս։ Ընկնում է քաղաքի վրա, ոչ ման չես կարող խփես կոնկրետ, բայց կրակվես քաղաքի վրա, որտեղ կպավ ընդեղ ուրեմն ռազմական ինչ-որ բան է, թիրախ էր դա։ Մանկապարտեզի վրա ընկավ ուրեմն այնտեղ զինվորներ էին թաքնված, այս փիլիսոփայությունն է։ Որտեղ չկա այդ ճշգրտություն, չեն կարողանում ապահովել այդ բանը, դա գիտեք ինչի՞ց ամեն հերո պետք չի գնալ, նայեք իրենց պարադները, ասած շքերթները, զինվորական, որ այդ մեծ հրթիռները գնում են, ասած հսկայական ինչ-որ մի հատ բանա, ոնց որ նույն բանը Հյուսային Կորեան է իմանում, մի հատ ասած մեծ խողովակ է, այսպես ասած, մի մեծ բանի վրա, մեքենայի վրա
չգիտեմ, քանի հատ անիմներով եւ այլն։ Ինչի համար։ Եթե չես տեսնում սա օրինակի համար ամերիկյան բանակում չկան sense բաներ։ Վայ, ինչի չկար, ամերիկացին տրակ սարքել չգիտեր, թե մեծ խողովակ սարքել չգիտեր։ Պարզապես պետք չկա, որովհետև ճշգրտություն ունես, կարող ես ճիշտ թիրախին խփես։ Ռուսականը պիտի շատ մեծ անես, որպեսզի իր վրա շատ մեծ պայթուցիկ դնես, ավելի մեծ կիլոտոն անոց միջուկային զենք տնես, որ եթե նույնիսկ 5 կիլոմետր ենքով մգնի, էլի մի վնաս տա։ Ի տարբերություն կարող ես այնպես անել, որ պատուհանի մեջ նստածնես այդ միջուկային զենքը հարցը վերջանա։ Ինչպես նույնիսկ 91 թվականի հետ Իրաքի պատերազմի ժամանակ, երբ որ տեսնում էինք այդ laser guided բաները, որ գնում էին ինչ որ air conditioning-ի շաֆտից էր մտնում կամ վերելակի այդ բանով էր իջացնում այդ ռումբը միջև ներքևի արկը պայթացնում եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ որ ճունես, ամենից մեծ անես։ Հետո իրանց մոտ համել այդ գիգանտոմանիան կա, չէ՞, ցար պուշկա, ցալ կոլոկլ, ցալ հրթիռ, ցալ չգիտեմ, ռակետ ինչ որ ամենից դրանց մոտ մեծ պետք է լինի։ Anyway, այս խնդիրը շատ դժվար է իրանց մոտ լուծել, դրա համար օթանանները պետք է խնայել, որտեղ չես կարա փոխարինես, իրանք կրակում են խորքից այդ մեծ իրանց այդ հաները։ Դրա դեմ չես կարող հակաօթային ոչ մի հրթիռ չկա, որ այդ հեռավորության նույնիսկ Patriot, չգիտեմ ինչ եւ այլ, դրանք 100-125 կիլոմետր կարող հեռավորության վրա խփեն ինչ որ մի բան, հա, ոչ թե 300-400 բան։ Կարող ես տեսնել ռադարի վրա, չես կարող խփել։ Այդ է խնդիրը։ So Ուկրաինան արեց այն ինչ որ արեց այդ կամուրջը խփելու ժամանակ։ Պայթուցիկը հասցրեց ավելի մոտիկ թաքնված ձևով եւ հետո արդեն դրոնները սկսեցին խփել օտարաններին, որպեսզի այս օտարանները չգործածվեն իրենց այս տերոր անելու համար, որով հիմնականում խփում էին քաղաքները, ոչ մի զինվորական բան չեն խփում այդ իրենց խայերով ու չգիտեմ ինչերով։ Այդ իմաստով շատ ինչ ասեմ, բարդ, բայց միաժամանակ հանճարեղ օպերացիա էր սա։ Ընդհանրապես հիմա խոսամ մի երկու բան դրոններից։ Դրոնները ինչ են լինում, հանգարց են, որ մենք երևի այդքան էլ չէինք հասկացել կամ հասկացել էինք, բայց այդ 44 օրվա պատերազմի ժամանակ դա առաջի դրոնների գերիշխանության մասին հրա բաններ, զանգակներ ասենք, հա, ու բոլորը գրգժվեցին դրոնների վրա, սկսեցին միանգամից արտադրել դրոններ եւ ամեն տեսակի։ Ուկրաինան ուրիշ զենք չունելով սկսեց առնել այդ ճինական փոքր դրոնները, սկզբում կարող ես նռնակ էին տանում գցում, հետո սկսեցին ավելի մեծ ինչ որ ական գցել, հետո սկսեցին այդ հակատանկային այդ հրթիռի այդ գլուխը, որ սովորաբար ուսից ես կրակում ինքը տանում էր ճիշտ ասենք տանկի ամենախոցելի մասի վրա էր պայթացնում եւ այլն։ Հետո զարգացան նորից, որ երբ որ եթե տանկը ունի, դե տանկը հեշտ չի խփել այդպես բաներով, այդ RPG, որ ասում են 7-ը դա շատ հին տեխնոլոգիա է, reactive armor զրահ ունեցող տանկերին խփելու համար պետք է բան ունենաս, tandem մարտագլուխ ունենաս, որ այսին առաջի մասը պայթացնում է այդ reactive զրահ, հետո երկրորդ մասը արդեն նոր մտնում է տանկի մետաղյա կորպուսի մեջ ծականում եւ այլն, կամ այնպես խփում, որ ներսից այդ մետաղը բան արինում, սկսում է ճակում է եւ բաներ է տալիս, ինչ են ասում, բեկորները սկսում են այդտեղ թռնել արդեն ամեն ինչ սպանել, հա, ոնց որ մեջ պայթացած ես նռնակ, այդ նույն բանն է, էֆեկտն է ստացվում։ Մի խոսքով տարբեր տեխնոլոգիաներ, դա ուրիշ խոսակցություն է, այս րոպեին ուզում եմ ասեմ, որ դրոնները սկսեցին այդպես զարգանալ եւ բայց իրենց խոցելիությունը հիմնականում ինչն էր, որ իրենք ռադիոալիքներով էին կառավարվում։ Իսկ ռադիոալիքներն էլ ռադիոալիք է, շատ բանից ազդվում։
սարկա դիմացը, չգիտեմ, այնտեղ քաղաքում մեջ շենքերն են չեն ցույց տալիս, չեմ ասում, որ ճշնամու հակառադիո պատերազմելու միջոցներ գոյությունն են, խանգարում են տալիքներին, ջամ են անում, ինչ են անում, եւ այլն, դրա դեմ են առնում, որ տարբեր, ասենք թե իրենք ինկրիպտ են անում ալիքը, որ չկարողանա ճշնամին ալիքը խանգարի, փոխում են ալիքները ամեն վարքյան անդադար տարբեր ալիքների վրա է հաղորդում գրում, խոսքով հազար մի ձև կա, բայց էլի շատ խոցելի է բոլոր դեպքերում, նույնիսկ եղանակ կարող ազդի, մթնոլորտային վիճակները, արևի փոթորիկները, այս կողմ են կողմ։ Ու քանի որ պարզվեց, որ ռուսական այս հանրապես ռադիո էլեկտրոնային պայքարի միջոցները այդքան էլ հանճարեղ չեն, իրենք հասկացան, որ չի լինում, չեն կարողանում նույն հաջողությամբ ինչ որ ուկրաինացիներն են գործածում դրոնները, անցան բանի fiber optic-ի ինչ բան է, նու լար, ասենք հատ ֆիզիկական նկարներում սա ոնց որ ձուկ բռնելու լար է լինի, sense որ կապրոնի լար է լինում շատ բարակ, դրա նման է շատ, տանը կա, բանը ինչ են ասում, ինտերնետը եւ հեռուստացույցը բանը մի բարակ մի հատ լար է ընդամենը, ինք իրանից ինչ է ներկայացնում, դա իրանից ապակե խողովակ է, շատ բարակ, որի մեջով անցնում է լույս, այստեղ էլեկտրականություն չկա դրա մեջ ընդամես, fiber optic-ի մեջ, օպտիկա է, օպտիկան նշում է լույս, և ապակի և լույսը, դա է նշանակում, ինքը ենքան ճկուն է այս ապակին, ինքը անցնում է իհարկե պլաստիկ բանի միջով, իրան պաշտպանող ինչ-որ խողովակի միջով ես, ապակի խողովակը, որ ճկուն է ինքը, կարող ես իրան ծռես, կարող ես իրան փաթաթես կոճի նման, սենց վրա, կատուշկայի պես ասենք, կարող ես շատ երկար անես, ինքը չի բաննում ջարդվում, այսպես ասած, բացի հետը շատ ուժեղ ճկես իրան մի անգամից նեղ անկյունով, փոքր անկյունով, ատե կոտրվի մեջի հետ ապակին, կանգնի ամեն ինչ։ Ուրեմն եթե մնացած բոլոր դեպքերում ինքը կարող է շատ բան անես։ Ուրեմն այս կոճը, ասենց ասած, դնում են դրոնի վրա, ոչ թե օպերատորի մոտ գետնի վրա, այլ դրոնի վրա, եւ հիմա դա ունի մոտ 12 կիլոմետր մաքսիմում հեռաբան, երկարություն։ Դրոնը թռնում է, դու իրան ղեկավարում ես ոչ թե ռադիոալիքով, այլ ղեկավարում ես այս fiber optic-ով։ Դրանք որոնք այս բաները գիտեն կներեք, չծանծրացնեմ, բան արեք, առաջ անցեք։ Ու առավելությունը ինչ է, որ ռադիո միջամտում չկա, եղանակը չի ազդում, սարեր ձորերը չեն ազդում, ոչ ման չի ազդում, որպեսզի ռադիոն կարողանաս շատ հեռու անցնես, ռադիոալիքի համար, որտեղ դե երկիրը կլոր է, չէ, վերջին հաշվով այդ ալիքը բան չի, երկրի կլորության հետ, որպեսզի կարողանաս իրան, ասենք, որոշ քանի կիլոմետրից են կողմնինի, դու պիտի կամ շատ բարձր աշտարակի վրա դնես քո հաղորդիչը կամ ընդունիչը եւ երկուսն էլ պետք է որտեղ պիտի հաղորդես եւ ընդունես։ Կամ պիտի ինչ-որ սարի վրա տեղադրես, կամ պիտի ինչ-որ օթարավի վրա, ինչպես ասեցի, անում են տեղադրես, կամ ուրիշ դրոնների վրա լինեն, որ ճանապարհի ընթացքում ես իրանց տրանսլյացիա են ասում, ալիքը երկարացնես այդ տարածությունը։ Հիմա իհարկե ռադիոյով այսպես իրար փոխանցելով կարող ես անսահման գնալ, անսահման չասենք, լավ, բայց բավական երկար, որտեղ այնտեղ պետք է նաև այդ ալիքը, որ թուլանում է, պետք է նաև ուժեղացնես ալիքի զորությունը, այդ են անում, բայց հիմա տվյալ դեպքում սա լար է, ոչ ման չի խանգարում իրան, չես կարա ոչ մանես։ Լարի վատը այն է, որ ինքը կարա խճճվի ինչ-որ տեղ, այդ լինում է, դրանց փախնելու ձև չկա, լարը, որ լարով դրոնը, երբ որ նշանը առավ, որոշեց քո հետևից է գալիս, փախնելու տեղ չունես, խփելու է, ձև այն է, որ դու նենց անես, որ իմանալով մարդիկ ինչ են վազում են դեպի անտառ հուսալով, որ ծառերի մեջ պիտի ինչ-որ խճճվի, շատ չի օգնում, մտնում են ինչ-որ շենքի մեջ կամ բանի տակ, որ դրոնի հետ լարը հետևից փաթաթվի, մի խոսքով բանը, հազար ու մի բան են փորձում, բայց շատ ավելի վստահելի զենք է, ասենք, իր
հեռավորության մեջ այնքան ժամանակ որ դու ունես փորձում են 12-ը հիմա սարքեն 20 կիլոմետր ռուսները եւ այլն ասեմ որ ուկրաինացիներն են դա գործածում մենակ ռուսները չեն հիմա երկու կողմներ գործածում բայց ամեն մեկը իր տեղը ունի հա ասենց իր նիշ ունի ասենց այդ իր դպատակը ոչ ամեն զենքերը ասենք չկա որ ամեն ինչ բոլոր խնդիրները լուծում էս ինչի համար պատմում ես բոլորը նաեւ նրա համար որ ասեմ ինչքան անընդհատ զարգանում է այս դրոնի տեխնոլոգիան սա մի այն տեղերից է որ երբ որ արդեն սկսեցին եւ դա սկսվեց հենց այս օպերացիայի ժամանակ գիտեմ որ ուրեմն արհեստական բանաստեղծությամբ նաեւ օժտել իրենց դրոնները որպեսզի նրանք տարածության վրա սովորեն դե որտեղից իմանան չէ ասենք թե Վլադիմաստոկի մոտ կամ չգիտեմ Սիբիրի որտեղ քարտեզի վրա որ նայում ես Մոնղոլիայից մի քիչ վերև այնտեղ ավիաբազա կար ուրեմն այնտեղ ինչ բան է իրանք կարողանան համատել այդ միշտ էլ անում են այդ կրուզ միսիլները նկարները մեջը դնում ես ինքը համատելով թռնում է ամբողջ տարածությունը նկարների վրա բանալով բայց ասում եմ որ այնտեղ AI էր պետք որպեսզի ինքը ըստ պայմանների կարողանա իրավիճակը վերլուծել եւ նոր որոշումներ ընդունի, որ իր մեջ նախորոք չի նախատեսված։ Հին կոմպյուտերի ձևը ինչ է, որ նախատեսված բանը մեջը դրած է, նա կատարում է ինչ-որ օպերացիա։ Իսկ AI-ը կարող է նոր բան սովորի, նոր բան անի, ելնելով իրավիճակից, կամ գոյություն ունեցող ընդհանուր ինֆորմացիայից։ Մի խոսքով, այս բանի իմաստով խայտարակ կարևոր զարգացում է AI-ը բերել եւ դրոնների հարցում եւ չի վերջանալու սա ով որ հետ մնաց հետո պետք է լացեն որ այս ինչ եղավ եւ այլն բայց հեսա Ռուսաստանը չի կարողանում արտադրի կարողանալ Պարսկաստանի չեր առնի հիմա Ռուսաստանը սանկցիաների տակ է այս կողմեկով բայց կարծես թե Պարսկաստանը 45 տարի է սանկցիաների տակ է բայց իրանք ավելի լավ դրոններ են արտադրում նրանք էլ նրանց են առնում գործարան են բերել դրել իրանց մոտ որ պարսկական դրոն սարքեն ոնց որ թե ոչ մեկը չկար որ մի հատ փուջուր խաղալիք օթանավ բանաներ դիզայնաներ ինչ են ասում կոնստրուկտոր չունենի որ այդպես մի բան աներ իրաց համար մի քիչ դժվար է չէ հասկանալը բայց եսի պատերազմը խաղ չեն անում այդտեղ բան չեն թաքցնում ունես գործածում ես չունես գնում ես առնում ես արկեր չեն կարող արտադրեն առնում են Հյուսիսային Կորեայից ինչ որ իրանց նախկին ծախած 50 տարվա արկերը, որի չգիտեմ որ տոկոսը չի պայթում եւ այլն։ Խոսքով լավ չի վիճակը։ Եվ ես կարծում եմ այսօրվա դրությամբ այս վնասը, որ միայն օթանաներին է չէր, հիմա սկսել են բոլոր բեռնատար մեքենաներն ու կոնտեյներները բացել, ստուգել եւ այլն։ Դեռ մեքենաները կանգնել են, չեն շարժվում, մինչև 100% չստուգեն, չեն թողնելու, սա իհարկե մեծ վնաս տվեց նաև տնտեսությանը, այդ ապրանքափոխանակությանը եւ այլ այս բոլոր բաներին է, որը եւ արդեն պարզ չի որն ավելի մեծ ֆինանսական վնաս հասցրել իրականության մեջ, ռազմական վնասի իմաստում արդեն պարզ է, դրան խոսք չկա օթանաները որ խփեցին դրանք ոնց որ ասեցի անփոխարինելի են ուրիշ բան չի լինի բայց դա է երբ որ երկում մենակ մտածում փող աշխատելու մասին սենց ալնում չես մտածում արտադրելու մասին ինչ որ պետք է երկին մտածում ես ինչ անեմ որ այդ դրան հատկացված գումարը ոնց ուտեմ այսօր էսքան